Կառավարության տարեվերջյան նիստն էր, բայց ոչ ամփոփումների, ոչ էլ հաշվետվության։ Կառավարությունը 2025 թվականն ավարտեց երկու որոշումով, որոնք նույնիսկ չզեկուցվեցին, բայց քաղաքական աղմուկը երաշխավորված էր։ Առաջինը հունվարի 1-ից փակվում է Շողակաթ հեռուստաընկերությունը։ Երկրորդը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը զրկվում է պետության եւ համայնքների հողերը սեփականության իրավունքով ստանալու հնարավորությունից։ Անհատույց սեփականության իրավունքը փոխարինվում է անհատույց օգտագործման իրավունքով։ Այսուհետ հողապետությանն է, եկեղեցին պարզապես օգտագործող։ Այս ամենը չզեկուցվող հարցերի փաթեթում։ Հաջորդ թեման առողջության համընդհանուր ապահովագրությունն էր։ Կառավարությունը այնտեղ նաև կառավարության նիստն է, որը ինչի մասին չխոսվեց ստեղ, այդ նշանակում է այդ հարցը չի լուծվելու։ Փաշինյանը հորդորեց քաղաքացիներին ամեն դեպքում հունվարի 1-ից չգրոհել առողջապահական համակարգը եւ չհամարել, թե առողջապահության համակարգի սև ու բաց է։ Ոչ բժշկական կենտրոններն են փակնելու, ոչ կառավարությունն է փակնելու, ոչ պոլիկլինիկաներն են փակնելու եւ պետքա կառավարել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտարարեց, քաղաքացիները պետք է պարզեն շահառու են, թե ոչ արմետ հավելվածի միջոցով։ Այնտեղ արդեն տվյալները երևում է դուք ինչքան է անձը ապահովագրավճար վճարելու այն մարդկանց համար, ում որ պետությունն է ապահովագրելու, որ պետությունն է նրանց համար ապահովագրավճարը վճարել, ակտիվացման ամսաթիվը, փաթեթի մեջ ներառված ծառայությունները։ Նիստում անդրադարձան նաև Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական աջակցության ծրագրերին։ Առանձին խմբերի համար գործող ծրագրերը երկարաձգվեցին ևս 1 տարով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց նոր կարգավորումները նրանց համար, ովքեր տարբեր պատճառներով չեն կարողացել օգտվել հավաստագրերից։ Մենք նրանց հնարավորություն ենք տալիս գրանցվել մեր սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրում, որպես հերթացուցակում, որպես պոտենցիալ այդ բնակարանային ֆոնդի շահառու, բայց քանի որ այդ պահին մենք հավանաբար չենք կարողանալու իրենց տանք այդ բնակարանային ֆոնդը, որովհետև այդքան բնակարաններ դեռ չունենք, նրանց տալու ենք մասնակի փոխհատուցում վարձավճարի 40,000 դրամի չափով։ Իսկ կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը ջեպազրույցի ընթացքում հիշեցին խոստումները։ Մենք կունենանք կապսի ջրամբարը եւ ոչ միայն։ Հետո էլ Ալիևին շնորհակալություն հայտնեց 3 կարևոր արգելքները վերացնելու համար։ Ցորենի ներկրման արգելքի վերացում։ Խոսքը վերաբերում էր Ցորենի ներմուծման սահմանափակման վերացմանը, Հայաստանից հակառակողությամբ երկաթուղային անցման արգելքի հանմանը եւ նավթամթերք վաճառելու պատրաստակամությանը։ Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին վարչապետը հայտարարեց. «Պահը հասունացել է։ Պետք է լինեն քայլեր սիմվոլիկ կամ ոչ սիմվոլիկ»։ Տարեվերջյան նիստը փակվեց առանց զեկույցների, բայց ծանր որոշումներով։ Եկեղեցու համար իրավական սահմանափակում, հանրության համար անորոշություն, արտաքին ուղղությամբ նոր պատրաստակամություններ։ Անահիտ Սարգսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։